Խեդրեն, ձեզ տրանսպորտից չհարցնենք, արդեն շատ հարցինք։ Դուք շատ ակտիվ որպես քաղաքական թիմի անդամ գրառումներ եք անում եկեղեցու հետ կապված Փաշինյանի գաղափարների ջատագով եք որպես հանդես գալիս։ Վերջո նորմալ է ձեզ համար այն ամեն ինչ, որ տեսնում եք Նիկոլ Փաշինյանի էջում հետ, բառամթերք հետ, հայոյա խառնփողոցային ոճով արտահայտությունները։ Դուք այդ ամեն ինչը կիսում եք։ Տեսեք, մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին ու այս հարցերին, եթե ըստ էության ձեր համար խնդիրը այստեղ բառամթերքն է, կարծում եմ դուք այստեղ սխալ դիրքորոշում ունեք, որովհետև պետք է ընդհանուր բովանդակային հարց է։ Վարչապետը մի հարց է ուղղել Վահագն Կտրիչ Ներսիսյանին, այլ ոչ թե կաթողիկոսին, ինչպես դուք նշեցիք։ Ես նշում եմ, որ Կտրիչ Ներսիսյանին, ուրեմն եթե դուք չեք նշել, խնդրեմ միջևերջ լսեք, խնդրեմ միջևերջ լսեք, նոր լավ։ Վարչապետը մի հարց է ուղղել Կտրիչ Ներսիսյանին, նա կուսակրոնության ուխտը խախտել է, թե ոչ։ Այս պարզ հարցին ուղղակի կան տարբեր բարդ պատասխաններ, որը ըստ էության տարբեր եկեղեցականներ փորձում են քաղաքական նկրտումներով պատասխանել եւ չես հասկանում իրենք քաղաքական գործիչ են թե ըստ էության եկեղեցականներ։ Ես խնդրում այս հարցին դուք ուշադրություն գրավեք եւ այլ ոչ թե կոնտեքստից կտրված ինչ որ հարցեր տակ, ինչ վերաբերում է ձեր ասած բառամթերքը այնն է բնութագրում, ինչպես իրենց պահում են այսօրվա մեր եկեղեցականները ցավոք սրտի։ Ես ասել հերթով էլի Ժողովուրդ ջան։ Արայով դիմել, ասել դոմփել քեռակնոջը, ասել կորնակաբարո սրբազան, չգիտեմ ինչ։ Ժողովուրդ ջան, ասա ես ձեզ մի sense բան ասեմ, Ժողովուրդ ջան։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ցավոք սրտի ես ուզում եմ արձանագրել, որ մեր որոշ եկեղեցականներ իրենք ունեն նման վարքագիծ, որը ուղղակի այլ կերպ բնութագրել չի հնարավոր։ Վարչապետը Ժողովուրդ ջան, վարչապետը, Ժողովուրդ ջան, սեր մեմերի շարքից է լինելու վարչապետը, Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով էլի, բայց վարչապետը բազմիցս իր գրառումներում անդրադարձել է տարբեր դրվագներով եւ թե նույն այդ մոմի հետ կապված այդ բիզնեսին խի ոչ մեկ չի անդրադառնում Ժողովուրդ ջան։ Չէ, ես Ժողովուրդ ջան, խնդրում հերթով էլի, Արփի ջան, հերթով։ Ես հերթով, չէ, ախր այնքան բազմաթիվ են նման վարքագծեր են մեր եկեղեցականների կողմից, որը ցավով արձանագրում են, որ Ժողովուրդ ջան, ես ասում եմ, որ մենք հարց ենք տալիս ուղիղ եկեղեցականներին, կա թե չկա նման խնդիր։ Եթե չկա, ուղղակի պետք է ասել, որ չկա։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով էլի, խնդրում եմ Ժողովուրդ ջան, հարց է ուղղվում երկրի ղեկավարը, որը ըստ էության նա հայտարարել է ոչ թե երկրի ղեկավարը այս հարցին, այս նախաձեռնությունը սկսել այլ որպես եկեղեցական, այլ որպես եկեղեցու հետևորդ, որը շատ կարևոր է այս հարցում կարծում եմ, հարց է ուղղել եկեղեցականներին եւ Կտրիչ Ներսիսյանին ուղիղ, որ նա պետք է պատասխանի այս հարցին, նա խախտել է կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Այսինքն այստեղ ուրիշ ինչ որ ձեր հետևորդները, ես ձեր հետևորդը չեմ իմ անունի շփում, ձեր հետևորդները ԿՊ-ի կարող են իրենց իրավունք վերապահել, օրինակ ինֆորմացիա ունենալով, թե ձեր օրինակ որ նախարարական, որ պատգամավորը ում է ինչ անում, ով ում է դոմփում շատ կներեք, ով ում է ինչ անառակաբար գործողություններ։ Ժողովուրդ ջան, ես նախ մի բան, նախ ձեր բառամթերքը շատ վատն է, ես խնդրեմ ու կպահանջեմ, որ ձեր որակումներում լինեք շատ զգույշ, Ժողովուրդ ջան, շատ զգույշ, խնդրում եմ ու այլ հարցեր լսում եմ ձեր Ժողովուրդ ջան։ Հարցեր։ Դուք խնդրում եմ հերթով էլի Ժողովուրդ ջան։ Չէ, հերթով, այս հարցով ես մենակ այս կողմ էի թեքված, հիմա խնդրում եմ Ժողովուրդ ջան, խնդրում մի րոպե էլի խնդրում եմ պայմանավորվենք։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով։ Տվեք, պատասխանել եմ հարց։ Ես հարցին պատասխանեցի։ Պատասխանեցի այնքան, ինչքանով պետք է պատասխանեի։ Երբ որ ցիտում անի Նիկոլ խոսքերը եւ կամ ասում, եթե օրինակ նման բառերով ասեն, թե որոշ պատգամավորներ կամ ԿՊ-ական ներկայացուցիչներ որտեղ եւ ինչ, դա արդեն ցենզուրա։ Ժողովուրդ ջան, դուք հասկանում եք, որ հարցը վերաբերում է եկեղեցուն ու որոշ եկեղեցականների բարձրացիչ ջան եկեղեցականների։ Ժողովուրդ ջան, դուք հասկանում եք եկեղեցին գոնե ինչ մարմին է, կոպիտ ասած մարմին է Հայաստանի Հանրապետությունում։ Դուք հասկանում եք, որ եկեղեցի չէ, չի կարելի։ Ով ասեց։ Մենք չունենք կուսակրոնության ուխտ։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ էլի մի վարքյան։
Ժորժան, ես ասացի, երբ պատասխանը մեկ օր ես կողան անդառնանք։ Ժորժան, ես խնդրում եմ այս հարցով լինեք դուք շատ անաչառ, որովհետև հուսով եմ որ դուք եք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, եւ սա այն հարցն է, որ պետք է մենք հստակ գնահատականներ տանք եւ հայաստանցի հայ ժողովուրդը պետք է իրականում հասկանա թե ինչ է կատարվում եկեղեցում եւ այն մարդիկ ես ինքս լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես շատ մեծ ցավ եմ արձանագրում այս ամենը, բայց իրականությունը այն է ինչ կա։ Ինչու 7 տարի անց։ Ինչու 7 տարի անց։ Պարոն Խաչատրյան, տեսեք, Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացված անվտանգության աշխատանքներից բարբերաբար դժգոհություն հայտնում նաև Երևանի քաղաքապետը։ Տեղ հսկողություն իրականացրած ընկերությունները հաճախ պատշաճ չեն կատարում վերահսկողությունը։ Ինչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։ Արդյոք քաղաքային իշխանությունը բավարարված է փոխհալեցման աշխատանքների տեղ հսկողության որակով։ Ժողովուրդ ջան, տեսեք, ես այս մասին իմ ելույթներից մեկում ասել եմ, որ Երևան քաղաքում ամբողջական 2025 թվականի փոխհալեցումների մրցույթը հաղթել է մի ընկերություն, որը ուղիղ փոխկապակցված է նախկին իշխանությունների հետ, ավելի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ մենք բազմիցս բողոքել ենք եւ խնդիր ենք բարձրաձայնել այս մասով եւ մենք արձանագրում ենք, որ այո կան խնդիրներ, բայց Երևանի ավականու ինստիտուտը եւ Երևանի քաղաքապետարանի տարբեր համապատասխան ստորաբաժանումներ գնում են ամեն օր եւ ամեն ժամյա ռեժիմով եւ մենք վեր ենք անելու բոլոր խնդիրները եւ Երևանի քաղաքապետարանը ինչպես բոլոր այլ հարցերում չի ընդունելու որակին չհամապատասխանող աշխատանքներ։ Բայց այս պահին ընդունում եք դեռ։ Այս պահին որակին չհամապատասխանող աշխատանք մենք չենք ընդունում։ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու հարևանությամբ չեք տեսել, որ մենք Դուք այգու մասին եք ասում, ոչ թե փոխհալեցման։ Այո, բայց Չէ, դուք նոր փոխհալեցման մասին եք ասում։ Այո, բայց այնպես չի, որ անորակ աշխատանքներ չեք ընդունում։ Տեսեք, կան Երևան քաղաքում մի քանի դեպքեր, որոնք որ անանորակ աշխատանքներ է եւ ընդունվել է տարբեր պաշտոնյաների կառավարման ժամանակաշրջանում եւ այդ դեպքերով կան հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթներ, բայց նորից եմ կրկնում, որ դուք խոսում եք փոխհալեցումներից, ոչ թե այգիներից։ Հերքում եք փոխհալեցման Ես ասում եմ, որ մենք ցանկացած վատ որակի աշխատանք, որը չի համապատասխանում ստանդարտներին, մենք չենք ընդունում։ Ինչ փոփոխություններ օրենսդրական կարող եք նախաձեռնել, որ այդ խնդիրը չառաջանա, այսինքն գումարները բարձրացնել, որտեղ մրցույթներում հայտարարվում է շատ ցածր առաջարկ։ Մենք գնման ընթացակարգում, գնման մասին օրենքում, գնումների մասին օրենքում մենք ունենք բազմաթիվ բացեր, որը Երևանի ավականու տիրույթից դուրս է, գտնվում է ազգային ժողովի տիրույթում եւ ես տեղյակ եմ, որ ազգային ժողովի մեր գործընկերները այս պահին կամ առաջիկա արդեն նիստերի ընթացքում կունենան փոփոխություններ գնումների մասին օրենքում, որը կբերի արդեն համապատասխան լուծումների։ Պարոն Խաչատրյան, ձեր թաղապետի հետ կապված այդ որ ասում եք Ռոբերտ Քոչարյանի հետ AAB-ն, հա։ AB, եթե չեմ սխալ, AB, այո։ Պարոն Խաչատրյան, ձեր արդեն նախկին թաղապետ, բայց ձեր թիմակիցը Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվեց մի բանի համար, որի փաստերը չկան, գուցե նախաքննական մարմինը ունի, բայց փոխարենը փաստեր կան, թե ինչպես էր ձեր քույր կոալիցիոն կուսակցության անդամը, էլի նախկին թաղապետ, ծեծում բռունցքներով, հարվածում քացիներով, չգիտեմ, բռունցքներով, հարվածում ու ծեծում Արթուր Չախոյանին։ Հիմա անարդար չի մի տեսակ այս երկրում, որ ակնհայտ ծեծի դեպքով մարդը ազատության մեջ է, իսկ ձեր թիմակիցը անազատության մեջ, որի ծեծը ոչ մեկ չի տեսել։ Տեսեք, Ժողովուրդ ջան, ուրեմն իրավական գործընթացների մասով ես մեկնաբանություն այս պահին չեմ տա, որովհետև բոլոր երկու դեպքում էլ, այսինքն թե Շենգավիթ վարչական շրջանի նախին ղեկավարի եւ թե նոր վարչական շրջանի նախին ղեկավարի հետ կապված գործերով կա քննություն, իրապահ մարմինները քննություն են իրականացնում եւ արդեն համապատասխան ընթացակարգով կընթանա, այս մասով այսքանը ուրիշ մեկնաբանություն չեմ տա։ Դեպի մասով դուք չեք ապրում, անարդարության զգացում չկա։ Մկրտչյանը այս պահին Ռազմիկ Մկրտչյանը այս պահին հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Ես ասացի արդեն, քանի որ իրավական process-ներ կան, ու ես այդ պահին այդտեղ ներկա չեմ եղել, ու ես էլի եմ ասում, չգիտեմ այդպիսի բան եղել է թե չի եղել, ընդհանրապես ես չեմ տիրապետում իրավական գործին, ես չեմ կարող պատասխան տալ։ Ի տարբերություն դրա մենք տիրապետում ենք դրան, որ Տիգրան Տեր-Մարկարյանը ծեծել էր Արթուր Շախոյանին։ Հա, ինքը ծեծել է, դուք էլ եք չէ՞ ծեծել։ Քրեական գործ է, իրապահ մարմիններին կարծում եմ հարցը պետք է ուղղել։ Չէ, կներեք Ժողովուրդ ջան, ես քիչ առաջ էլ դահլիճում ասեցի, եթե ընտրովի արդարադատություն լիներ, ուղղակի բանտերում տեղ չլինի այսօր։
բոլոր նախկին իշխանությունների այն ժողովրդին խաբելու եւ կեղծիք տարածելու, կեղծելու կոռուպցիոն գործակների մեջ թաթախված լինելու համար մենք ուղղակի եթե քաղաքական, եթե խնդրում եմ մի ընդհատի էլի, վայ ջան, եթե ես խոսում եմ, միջև վերջ խոսեմ։ Չէ, ես հասկացել եմ միտքը։ Եթե քաղաքական վենդետա մենք ցանկություն ունենք կամ մենք այն ուժը լինենք, որը որ պետքա տենց վարվել, ուղղակի հիմա Հայաստանի բանտերում տեղ չէ լինի։ Իսկ եթե դուք արդեն նշեցիք նոր Սամվել Կարապետյանի ձերբակալումը, կալանավորումը կապում է քաղաքական հետապնդման հետ, նորից եմ կրկնում, դուք սխալվում եք, քանի որ չի կարող Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր ինչ-որ մի քաղաքական գործիչ կամ անգամ բիզնեսմեն կամ անգամ ինչ-որ մարդ, որը որ չունի ոչ մի կարգավիճակ, պետության հետ խոսել հաթաթայի լեզվով եւ ասել, որ մենք մեր ձևերով կանենք ինչ-որ բան։ Ժորժ ջան, խնդրում եմ։ Այդ ձևերը ասում ինչ եք ասում։ Ժորժ ջան, բոլորդ նույն հարցն եք տալի, հա։ Ժորժ ջան, մենք Սամվել Կարապետյանը ճիշտ այս մասով չեմ ուզի շատ մեկնաբանել իր խոսքը, որովհետև իհարկե հաճելի չի, բայց ես հստակ ուզում եմ արձանագրել, երբ որ մարդ ասում է, որ քաղաքական գործիչները, եթե չկարող, ընդդիմադիր քաղաքական գործիչները, եթե չկարողանան ինչ-որ այս խմբակի, այսինքն ժողովրդի կողմից ընտրված մեծամասնությամբ 50+ եւ ավել քվեներ ունեցող իշխանության ներկայացուցիչներին խմբակ ասել, եթե նրանք չկարողանան քաղաքական ճանապարհով այս հարցը լուծել, մենք կլուծենք մեր ձևով։ Իսկ իրանց Չէ, մեր ձևով։ Okay, մեր ձևով է կարող։ Ժորժ ջան, խնդրում եմ, էլի, մինչև վերջ լսեք։ Ժորժ ջան, մեր ձևովի ժամանակները Հայաստանի Հանրապետությունում ավարտվել են, մեր ձևովի մեջ Ժորժ ջան, ես կարող եմ խնդրում եմ, էլի, մի ընդհատեք։ Մեր ձևով ասվածի շրջանակում մենք բոլորս, այդ թվում նաև դուք, կարող եք ենթադրել, որ դա մարտի 1-ն էր, կարող եք ենթադրել, որ դա 1999 թվականի հոկտեմբերի 27-ն էր, կարող եք ենթադրել, որ Պապլավոկի զուգարանում քաղաքացուն սպանելն է, կարող ենք ենթադրել, ուտես իրանց ձևը եղել է, իրենց ձևը եղել է իրենց ժամանակ եւ այդ ձևը, Ժորժ ջան, խնդրում եմ, Փաշինյանը նույն բառամթերքը կրկնելով ասաց հիմա կտեսնես ես ինչպես կմիջամտեմ Ես արդեն ասեցի, այո, Հայաստանի Ժորժ ջան կլինի ինչ-որ մեկը պատասխանի, հարց տա։ Ժորժ ջան, խնդրում եմ, այս հարցի շրջանակներում նման բան չի ասվել, այս հարցի շրջանակներում։ Խնդրում եմ, Ժորժ ջան, մի բան էլի Հայաստանի Հանրապետության հետ, պետականության հետ, ժողովրդի կողմից ընտրված իշխանության հետ ոչ ոք չի կարող խոսել նման լեզվով։ Ու ով խոսի, բացի Սամվել Կարապետյանից, եթե էլի լինեն մարդիկ, նույնպես արժանանալու են համապատասխան իրավական պրոցեսների համապատասխան Ժորժ ջան, խնդրում եմ, Ժորժ ջան, մի վարքյան։ Ի՞նչն է անգիր։ Այս ձևով խոսի, այս ձևի կպատժվի։ Այսինքն մարդը ոչինչ չի ասել ըստ էության։ Իրավական գործընթացը դուք խնդիր չեք տեսնում։ Խնդիրը ո՞րն է։ Հիմա դուք եք կապել Ժորժ ջան, մի վարքյան, էլի, մի վարքյան, Ժորժ ջան, մի վարքյան։ Դուք այսինքն շարունակում եք պնդել, որ այս կալանավորումը կամ այս քրեական գործերը ունեն քաղաքական հետապնդումների իմաստ։ Մի վարքյան, նման բան չի կարող հայտարարել քաղաքապետը։ Ժորժ ջան, խնդրում եմ, մի վարքյան։ Այդ ոնց եք մտածում, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ավելի շուտ չեն արժանի այդ քաղաքական հետապնդմանը ու քաղաքական նկարտումներից կալանավորելուն, թե Սամվել Կարապետյանը։ Դուք ոնց եք կարող։ Եթե եմ ասում, որովհետև մենք չենք գնում քաղաքական վենդետայի ճանապարհով Ժորժ ջան, всё ավարտում ենք մի քանի քաղաքային հարցեր ու ավարտենք։ Դուք ասում եք Հայաստանում ընտրովի արդարադատություն չկա։ Բա այդ ինչպես եղավ, որ ընտրովի արդարադատություն չկա, բայց ազգային անվտանգության ծառայության տնօրենը չկատարելով Նիկոլ Փաշինյանի հրահանգը, ինչպես է Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, նա չի կարող չկատարել իմ հրահանգները եւ Սամվել Կարապետյանին չձերբակալելու համար ազատվեց աշխատանքից։ Ինչ գիտեք չի կատարել վարչապետը։ Այսպիսին են տեղեկությունները եւ որովհետեւ վերջում գնաց Սամվել Կարապետյանին ձերբակալելու երկին գործերի նախարարության փոխ
նախարարը Վարդան Վարդանյանը, որը համակարգում է քրեական ոստիկանության։ Ժորժ ջան, վարչապետը պիտի ապօրինի զենք զինամթերքի կասկածով գնար նրա այդտեղից, բայց նրան առաջադրված մեղադրանքը լրիվ այլ է։ Ժորժ ջան, դուք մտածում եք, որ ազգային անվտանգության արդեն նախկին տնօրենը չի կատարել կամ ինչպես վարչապետն ասել, այո, իհարկե չի կարող չկատարել։ Մի վարքյան։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող որևէ ապօրինի հրահանգ տալ որևէ պետական կառույցի։ Լավ, անդրադարձեք այդ ընդդիմադարձությանը եւ ԱԱԾ տնօրենին։ Ժորժ ջան, ԱԱԾ տնօրենի մասով արդեն ասացի, վարչապետը նշել է պատճառները ԱԱԾ տնօրենին։ 7 տարի է ղեկավարում, չի հոգնել ինքը։ Վարչապետը Ժորժ ջան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ենթակա աշխատող է եղել նախկին ԱԱԾ պետը, այդ մասով արդեն վարչապետը մեկնաբանություն տվել է։ Խնդրում եմ այլ հարցեր տվեք։ Փաշինյանն ասում է ԱԱԾ տնօրենը կարծում եմ հանգստի կարիք ունի։ Այսինքն 4 տարի աշխատողը հանգստի կարիք ունի 5 լավ, 4.5, 7 տարի աշխատողը չունի, ներդրում անդադար, հələ ԱԱԾ տնօրենը կարող է մի ժամ ուշ կնի դա։ Ժորժ ջան, բայց դա չի ենթադրում, որ մենք կարող ենք, դուք կարող եք ենթադրություն անել, որ ԱԱԾ տնօրենը կամ չգիտեմ ինչ որ այլ պաշտոնի Հայաստանի Հանրապետությունում չի ենթարկվել կամ չի կատարել վարչապետի, չի կատարել վարչապետի, հոգնել ավելի հավանական է։ Դուք կարող եք ենթադրություններ անել, որ որոշ եղորականներ երեխաներ ունեն կամ չգիտեմ խախտում են կուսակրոնության ուխտը, մնացածը չեն կարող ենթադրել, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենը ես այդ հարցը արդեն ասացի եւ անցա առաջ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հարց է ուղղել Կտրիչ Ներսիսյանին, արդյոք խախտվել է կուսակրոնության ուխտը, այո կամ ոչ։ Այդ հարցը ուրիշ պատասխան ուղղակի չի կարող ունենալ։ ԱԱԾ տնօրենի իդեպ այստեղ աշխատանքային իրավունքի խախտում կա։ ԱԱԾ տնօրենին ազատում է որոշումը, որ հոգվել է։ Բայ ջան, մի բան էլի, բայց դու 20 հատ հարց տվեցի, դες աղջիկը խելոք կանգնացավ, խնդրում եմ այդ հարց տվեք։ Թող իր հաշվի Փաշինյանը Արմեն Աբադյանին ուղարկեր Եգիպտոս հանգստանալու, ինչ չի գնացել։ Հոգնել է։ Խնդրում եմ այլ հարցեր, Հիմա դուք եկեղեցու հետ կապված, հա, այս հոգեորականների հետ կապված, ասեցիք, որ կիսում եք Նիկոլ Փաշինյանի բոլոր այդ ձևակերպումները եւ այլ մոտեցումները, դուք անդամագրվել եք այդ խմբին, որ գնաք Բեհարանը ազատեք եւ արդյոք տեղյակ եք երբ եք գնալու Բեհարանը ազատել Նիկոլ Փաշինյանը։ Ես նախաձեռնության նկատի ունեմ այն վարչապետը, որ հայտարարություն արել էր, ես այս պահին չեմ կարող, չեմ տիրապետում ինֆորմացիա, ինչ փուլում է գտնվում տվյալ նախաձեռնությունը, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց կարծում եմ, որ իմ այդ նախաձեռնության մեջ լինելը այս պահին այդքան էլ ճիշտ չէ, առնվազն քաղաքական նկրտումներից ելնելով, քանի որ ես ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալում, իսկ հիմա դուք կասեք, իսկ վարչապետի մասով այդ մտահոգությունը չկա, արդեն ասացի, որ վարչապետը տարբեր հայտարարություններում ասել է եւ ապացուցել է անգամ, որ նա հանդես չի գալիս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ այս նախաձեռնության մեջ, այլ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Բայց Ժորժ ջան, ավարտեցինք